Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը այսօր փետրվարի 17-ին դուրս գրվեց Իզմիռլյան բժշկական կենտրոնից։ Նրան ուղեկցում էին հաստատության տնօրեն Արմեն Չարչյանը, բժիշկներ, բուժհաստատության հոգևոր տեսուչ Հովհաննես Աբեղաթորգոմյանը, քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Իսահակ Վարդապետ Պողոսյանը։ Անազատության մեջ գտնվելուց 8 ամիս անց Վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունն ու կիրառել տնային կալանք։ Մինչ այդ սրբազանը տեղափոխվել էր Իզմիռլյան բժշկական կենտրոն, որտեղ վիրահատությունների է ենթարկվել։ Իր իրավունքների խախտման հարցով սրբազանը դիմել է Եվրոպական դատարան։ Ըստ դիմումի ոտնահարվել են հոգևորականի անձնական անձեռնմխելիության և արտահայտվելու ազատության իրավունքները, իսկ քրեական հետապնդումը քաղաքական նպատակով է իրականացվել։ Բժշկական կենտրոնի մուտքի մոտ հավաքված լրագրողները հարցեր ուղղեցին քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Իսահակ Վարդապետ Պողոսյանին։ Հայր Սուրբը հիշեցրեց, որ պահքի շրջան է։ Գիտեք չէ, որ մեծ պահքը սկսել է։ Ես ուշ կարողություն եմ մաղթում բոլորիդ, մեծ պահքի ես ժամանակահատվածը լավ գործածելու, արժանի կերպով դիմավորելու սուրբ հարությունը, աննախադեպ ծանր օրեր են, բայց մեր պատմությանը լավատեղյակ անձինք բոլորն էլ գիտեն, որ մեր կյանքի մեջ շատ ավելի ծանր օրեր են եղել։ Գյումրիում սիրված առաջնորդին դիմավորեցին ջերմությամբ, բարեմաղթանքներով, գրկախառնություններով։